Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Մասնակից 18 ուժերից նախնական արդյունքներով խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել է 3 ուժ՝ իշխող քաղաքացիական պայմանագիրը, Ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 49,825%, ապահովելով համոզիչ հաղթանակ։ Երկրորդ տեղում Ուժեղ Հայաստան դաշինքն է 23,281%-ով, իսկ Հայաստան դաշինքը ստացել է 9,934% ձայն։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանի գնահատմամբ այս ընտրություններն առանձնացել են քաղաքացիների աննախադեպ մասնակցությամբ։ Ցանկացած պետության համար ամենակարևոր էլեմենտներից մեկը այն է, թե ինչքան մարդ է ի վերջո գալիս ընտրություններին։ Քաղաքագետը նաև անդրադարձել է ընտրակաշառքների եւ իրավապահների գործունեության վերաբերյալ հրապարակումներին, ընդգծելով, որ վերջին տարիներին զգալիորեն մեծացել են իրավապահ համակարգի հնարավորություններն ու կամքը նման հանցագործությունները բացահայտելու հարցում։ Քաղաքագետը համոզված է, ընտրությունների արդյունքներով հասարակությունը հստակ քաղաքական գնահատական է տվել նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժին։ Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին իր տեղը ցույց տվեց հայ ժողովուրդը, ընդ որում ես կարծում եմ նույնիսկ շատ ճոխացույց տվել հələ որ։ Քաղաքագետն անդրադարձել է նաև քարոզարշավի ընթացքում Ուժեղ Հայաստան դաշինքի հայտարարություններին, թե Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է։ Այնինչ, ըստ պաշտոնական տվյալներով, նրանք 23%-ից մի փոքր ավելի ձայն են ստացել։ Նախ եկեք ձեզ ֆիքսենք, որ իրանք ուրեմն ցանկալին իրականության հետ է շփոթում դեռևս նախընտրական փուլը, որտեղ այդ մարդը չի կարա լինի Հայաստանի վարչապետ։ Օրենսդրորեն այդ մարդը չի կարա լինի Հայաստանի վարչապետ։ Դրա համար որ իրանք այդ մարդուն ասում են Հայաստանի վարչապետ, իրանք իրականում վարչապետ չպետք է ասեն, իրանք պետք է ասեն Հայաստանի, այսպես ասենք, շողքային կամ ստվերային կառավարիչ։ Քաղաքագետը նկատում է, եթե նույնիսկ այդ քաղաքական ուժը ստանար 55%, նա միևնույն է չէր կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ընտրությունների ավարտից հետո ընդդիմադիր ուժերի միավորման հնարավորության մասին խոսակցությունները ըստ Քոչինյանի գործնական հիմքեր չունեն։ Եթե մենք այս ուժերին առանձին ենք վերցնում, ապա որևէ մեկը անգամ մոտ չի եղել ուրեմն իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ թվին, անգամ մոտ չի եղել։ Եվ պատահական չէ, որ գիշերը երբ որ տեսնում էինք տարբեր, այսպես հատկապես ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչների հայտարարությունները, իրանք հիմնականում խոսում էին հավաքական ընդդիմությանը գրանցած ձայների մասին, որովհետև այդ հավաքական ընդդիմությամբ ասում են նկատում են 4 ուժ։ Քաղաքագետը նաև ընդգծում է, որ Հայաստանի ընտրական համակարգն այսօր ունի թափանցիկության այնպիսի մեխանիզմներ, որոնք նվազագույնի են հասցնում համակարգային կեղծիքների հավանականությունը։ Հայաստանում ընտրական գործընթացները այնքան թափանցիկ եւ այնքան գործիքները շատ են, որպեսզի հասարակության մոտ լինի 100%-անոց վստահություն, որ ընտրությունները չեն կեղծվել։ Չգիտեմ, ստորագրություն, մատնահետք, ուրեմն կրկնակրարկության բացառում, մինչև ընտրությունները ընտրելու իրավունք ունեցողների ցուցակների հրապարակում, ընտրություններից հետո էլ քվեարկածների ցուցակների հրապարակում։ Տենց բան աշխարհում համարյա թե ոչ միտեղ չկա։ Մինչ այդ ընտրություններին մասնակից ուժերը ժամանակ ունեն դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով վերահաշվարկի համար։ Այս հարցով կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու մասին հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը ձայների չնչին տարբերությամբ չի անցել խորհրդարան։ Հետո պարզ կդառնա, արդյոք ընտրությունների արդյունքները կբողոքարկեն սահմանադրական դատարանում, թե այնուամենայնիվ կընդունեն դրանք։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։